Թրամփը թայմին տված հարցազրույցում հայտարարել է, այո, Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում, եւ Զելենսկին հասկանում է սա։ Իսկ Truth Social-ում ապրիլի 24-ին կատարած իր գրառման մեջ նա վստահություն է հայտնել, որ Պուտինը կհետևի Ուկրաինային հարվածները դադարեցնելու իր կոչին։ Վլադիմիր, կանգ առ, եկեք խաղաղ դաշինք կնքենք։ Գրել է Սպիտակ տան ղեկավարը, հույս հայտնելով, որ ՌԴ նախագահը լրջորեն կընկալի իր խոսքը։ Նրա խոսքով Ռուսաստանը խաղաղության խոչընդոտ չէ եւ երկու առաջնորդներն էլ հետաքրքրված են դրանով։ Ռուսաստանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնում իրավիճակը կարգավորելու գործընթացին։ ԱՄՆ նախագահը հավատում է եւ ես կարծում եմ արդարացիորեն մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Նախագահի հայտարարության մեջ խոսվում էր համաձայնագրի մասին եւ մենք պատրաստ ենք համաձայնության գալ։ Մենք ներգրաված ենք այս գործընթացում։ Լավրովի արձագանքն է Թրամփի գրառմանը։ Հնդկաստանն ու Պակիստանը միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել Ջամու եւ Քաշմիրի սահմանային հատվածում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։ Այսօր Բալաշիխա քաղաքում տեղի ունեցած մեքենայի պայթյունից մահացել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ լեյտենանտ Մոկալիկը։ Պայթյունի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հետքեր։ Volkswagen-ի մեջ գտնվող սարքը պայթել է ժամը 10:40-ին, երբ Մոսկալիկը դուրս էր գալիս իր տնից։